Զվարթնոց և Գյումրու Շիրակ օդանավակայաններ նոր ուղղություններից ուղևորներ փոխադրող ավիաընկերությունները ֆինանսական աջակցություն կստանան։ Կառավարությունն ընդունեց օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը։ Այն ավիափոխադրողը, որը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Զվարթնոց օդանավակայան, պետությունից կստանա յուրաքանչյուր ուղևորի համար 20,000 դրամ, իսկ Շիրակ օդանավակայանի պարագայում 15,000 դրամ։ Ծրագրի շահառու դառնալու համար պետք է առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթներ իրականացնել Շիրակ օդանավակայանից։ Ծրագրով մի քանի խնդիր է լուծում, նշում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Առաջին հերթին նոր ուղղություններն են զարգացնում, ինչը կնպաստի թե տուրիզմի զարգացմանը, թե մուլտիպլիկատիվ էֆեկտով դրան առնչվող այլ ոլորտների ակտիվացմանը։ Մենք հնարավորություն ենք տալի այս ծրագրի շրջանակներում օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցողներին բազավորվել ՀՀ օդանավակայաններում և բազավորման որոշակի պահանջներ ենք սահմանում, այն է պետք է այստեղ ունենա մասնաճյուղ այդ կազմակերպությունը, ու այդ նոր ուղղություններն ենք սահմանում, որոնք են, այսինքն նոր ուղղություն այս որոշման շրջանակներում նրանք են, որոնք այսօր չեն սպասարկվում։ Մենք այնտեղ վերջին մեկ տարվա ընթացքում մինիմալ չվերթերի քանակ ենք սահմանել, ասում ենք, եթե այս չվերթերից նվազ քանակով են իրականացվել չվերթեր այդ բնակավայր, քաղաք, ապա դա համարվելու է նոր ուղղություն։ Եվ փորձելու ենք խթանել այդ նոր ուղղություններից զբոսաշրջիկների և ընդհանրապես քաղաքացիների այցելությունները Հայաստանի Հանրապետություն։ Ծրագրից կարող են օգտվել այն պարագայում, եթե ուղևորը հատել է Հայաստանի սահմանը։ Տարանցիկ ուղղություն օգտագործելու դեպքում աջակցություն չի տրվի։ Իսկ որ ուղղություններից են սպասումները։ Եվրոպական ուղղություններից սպասումներ ունենք, ասիական ուղղություններից սպասումներ ունենք։ Մենք ստե ուղղությունների սահմանափակում չենք դրել։ Ցանկացած ուղղությունից, որտեղից հնարավոր է նոր քաղաքից ուղևորներ բերել Հայաստանի Հանրապետություն, դա այս նախագծի դիտարկման շրջանակներում է։ Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խնդիրներից մեկը հասանելիությունն է, և որքան շատ ուղղություններով ավիափոխադրումներ լինեն, այնքան ավելի լավ կզարգանանք, կարծում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ Սա իրականում խնդիր է, որ լուծում է պահանջում, և մեր հենց մրցունակությունը զգալիորեն կապված է մեր այդ տրանսպորտային հասանելիությունից, ավիա հասանելիության նաև հենց տեսանկյունից։ Այստեղ կարելի է հենց ավելի ուշադիր լինել և միգուցե ընթացքում նաև, եթե անհրաժեշտություն լինի, որոշակի փոփոխություններ անել, ավելի կատարելագործել այս մեխանիզմը այն առումով, որ կարողանանք ընտրել նաև նպատակային ուղղություններ։ Օրինակ, շատ կարևոր շուկա է Սկանդինավյան երկրների շուկան, նրանց հետ ցավոք դեռևս չունենք ուղիղ օդային հաղորդակցություն։ Որոշմանը ծանոթ են տեղական զբոսաշրջային ընկերությունները և ողջունում են այն։ Նշում են, աջակցության գումարի չափը բավարար է և այն խթան կարող է հանդիսանալ ավիաընկերությունների համար։ Շատ դեպքերում ավիաընկերությունները մեզ նշում են, որ պետք է մենք ունենանք որոշակի ուղղվերահոսքեր, որպեսզի կարողանանք կազմակերպել, մենք էլ հակառակն ենք պնդում, երբ որ դուք իրականացնեք թռիչքներ, զբոսաշրջիկները ավտոմատ կերպով կհայտնեն, որովհետև զբոսաշրջիկները հիմնականում ընտրում են այն ուղղությունները, որտեղ ունեն ուղիղ թռիչքներ։ Բնականաբար մենք ինքներս զբոսաշրջիկ ենք և ավելի շատ նախապատվությունը տալիս ենք այն ուղղություններին, որտեղ ունենք ուղիղ թռիչքներ։ Այս պահին կանոնավոր մոտ 50 չվերթ կա դեպի Հայաստան։ Ոչ կանոնավորներն էլ եթե հաշվենք 80-ի են հասնում, մանրամասնում է Արմեն Սիմոնյանը։ Օդանավակայանից կախված աջակցության չափը տարբերվում է, քանի որ Զվարթնոցում ուղևորների սպասարկման համար գանձվող գումարն ավելի բարձր է, քան Շիրակում։ Իսկ ինչ արդյունք է ակնկալվում։ Ենթադրվում է, որ այդ ուղևորը, որը մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ օդանավակայանի մասով այդ վճարները վճարվել են և դա հարկերի տեսքով գալու է պետական բյուջե, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր մուլտիպլիկատիվ էֆեկտները, որոնք բերելու են հարկային եկամուտների ավելացմանը, որքան շատ ուղևոր կա, այդքան շատ կավելանան և այդ գումարներից հնարավորություն կլինի մի մասը օժանդակության ձևով ավիաընկերություններին տրամադրել, որոնք այդ ուղևորներին փոխադրում են Հայաստանի Հանրապետություն։ Մեխակ Ապրեսյանի խոսքով անհրաժեշտ է նաև հաշվի առնել այս պահին սպասարկող ավիաընկերությունների և ուղղությունների գործոնը, որպեսզի անհավասար մրցակցություն չառաջանա։ Հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենան նաև գործող ուղղությունները, այն իմաստով, որ նրանք արդեն գործում են, արդեն կայուն են, և այս սուբսիդավորման այս մեխանիզմը կտևի այնքան, որ
պարզապես կայացնի այդ ուղղությունները, հետո արդեն նրանք կշարունակեն հավասար պայմաններում։ Հայաստանում մեկ զբոսաշրջիկը 800-ից 1000 է ծախսում։ Զբոսաշրջային ընկերության տնօրենն է ներկայացնում։ Հավելում, որքան շատ հոսքեր, այնքան զբոսաշրջային եւ հետեւաբար տնտեսական ավելի լավ արդյունքներ։ Օրինակ, ակնկալում են, որ որոշման շնորհիվ բացի Ուռումչիից, Չինաստանի այլ ուղղություններից եւս հնարավոր կդառնան ուղևորափոխադրումները։ Մեր համար նաեւ նախապատվելի ուղղություն է արաբական երկրները եւ պետք է նշեմ, որ շուտով նաեւ Քուվեյթից կունենանք ուղիղ թռիչքներ, եվրոպական ուղղություններում ունենք խնդիրներ կապված նրանց համապատասխան մարմինների հետ, որտեղ Հայաստանը նշված է որպես կարմիր գծով եւ որոշակի անվտանգային հարցից ելնելով եվրոպացիները խուսափում են գալ Հայաստան։ Այդ պատճառով կարծում եմ մենք պետք է մի փոքր վերադիրքավորվենք եւ մեր ուղղությունը տանենք դեպի Ասիա, դեպի արևելք արաբական երկրներ, ու պետք է նշեմ, որ բավականին նաև վճարունակ են այնտեղի զբոսաշրջիկները, որպես այդպիսին Չինաստանի մասով այդքան չեմ կարող ասել, բայց արաբական երկրներում բավականին վճարունակ զբոսաշրջիկներ են։ Կարող են նաև ավելանալ, ինչու՞ չէ, նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներ, որովհետև Ռուսաստանը ավանդաբար մեր հիմնական ներգնա ուղղության շուկան է։ 2022 թվականին Հայաստանի օդանավականներում ուղևորահոսքը կազմել է մոտ 3.7 միլիոն ուղևոր, 2023-ին 5.4 միլիոն, 2024-ին ավելի քան 5.3 միլիոն։ Տարեկան միջին աճը 2019-ից սկսած ներառյալ Քովիդի շրջանը 11.5% է, սակայն 2024-ի արդյունքում 1.3% անկում է գրանցվել 2023-ի համեմատ։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, Հովհաննես Քյոսեյան եւ Արմեն Գրիգորյան, Գիրակ Նորյալ լուրեր։